Beatles-եր եւ այլն, որ պետքա լինի մեր հայկականը։ Իրանք բարձրակարգ երկու երաժշտություն են ներկայացրել։ Պատկերացնում եք Pink Floyd-ի բլյուզը պատվիրող կար։ Ես գիտեմ, որ դուք գիտարան եք պատրաստել։ Խարտոցով 79 թիվ։ չկան իրանք։ Արձագանք ստուդիան 90-ականներին էր արդեն։ Մեր միտքը ուղղված էր նրան, որ ստեղծենք այդ արժեքը։ Պատվալում, այսինքն գաղտնի։ Новый продукт для San-Remo։ Բարև ընկերս, բարև մեր շատ սիրելի հետևորդներ, մենք նորից եթերում ենք։ Մի րոպե, մեկ Հակա։ չի արձագանքում ցանց։ Չէ։ Քեզ թվում արձագանքում է։ Արձագանքը հասնում է հետևորդներին։ Հասնում է ձեզ։ Մի խոսքով մի շաբաթ անցավ մենք նորից հանդիպեցինք 90-ականների շրջանակներում, որտեղ ականավորների այո, որտեղ մենք հյուրընկալում ենք մարդկանց, ովքեր մեծ պատմություն ունեն, ովքեր իսկապես 90-ականների մեծ գործ են արել։ Այո, 90 ամենադժվար, ամենածանր ժամանակաշրջանում իսկապես կարևոր գործեր են արել, ազգանվեր գործեր են արել։ Այսօր մեր հյուրը Երիշե Պետրոսյան։ Կարճ կոնկրետ Եղիշե Պետրոսյան։ Արձագանքը դրա համար էիր ասում արձագանքումա թե չէ։ Դիմավոր եք Եղիշե Պետրոսյան։ Բարի եք եկել։ Անցեք։ Լավ, մերսի։ Ինչ լավ։ Հրախոսս մոռացել եմ անջատել։ Ոչինչ, թող զանգեր գան։ Ինչ ճավավոր սենց այս ռետրո մտնոլորտ պետք է զրուցենք։ Սիրով։ Հարութը շատ բաներ գիտի ձեր մասին, վստահ եմ մեր հետևորդները շատ բաներ գիտեն ձեր մասին, այսինքն Կարծեմ գիրք էիր գրել, չէ՞։ Այո։ Այս գրքի ձեր օրինակն արդեն այստեղ է, ուղղակի հաղորդման վերջում չեմ ուզում ասեմ, որ վերջում, որտեղ չի հերիքում ժամանակը, երբ որ զրուցում ես, չի հերիքում ժամանակը, քեզ թվում է, բան չասեցիր, էլի ես ընթացքում, էլի ես ուզում ինչ-որ բան ասես։ Պարոն Պետրոսյան ջան, շատ ուրախ ենք, որ դուք եք այսօր մեր հյուրը, ու ձեր գործունեությունը բավականին վաղ սկսել եք որպես արտիստ, որպես երաժիշտ, որպես հետագայում դուք կպատմեք մնացյալը, բայց 90-ականներին եւս ձեր գործունեությունը ունեցել եք արդեն սերունդ կրթելու եւ երաժշտական այդ անհատներին, ինչպես ասում են, բայց շատ առաջ եկար գանք մի քիչ հետից գանք։ Մինչև, այսինքն 70-ականներից գանք։ Նիկոլայի ժամանակ։ Չէ, դες մինչև Տիգրան մեծ չէ, բայց Գոնե, մի քիչ էս կողմ։ գոնե արձագանք խմբից ձևավորման ժամանակներից, որտեղ այդ սկիզբն այդ մեր իմացած արձագանք ստուդիայի սկիզբն էր ոնց որ հիմքը։ Արձագանք ստուդիան 90-ականներին էր արդեն, բայց դրանից առաջ 79 թիվ։ 79 թիվ։ Չկան իրանք։ Դուք այդ ժամանակ չկայիք։ Չէ 79-ի ես էլ չկայի։ Դուք երկուսը։ Ես կայի 77-ին ես ծնվել եմ։ Չէ, դե լավ։ Ինչ ստացվեց 79-ին, ոնց ստացվեց։ Ամբողջ աշխարհում ժամանակակից երաժշտության, ռոք երաժշտության հիմնականում նոր ուղղություններ էին անընդհատ հայտ գալիս բան, եւ մենք որպես ստեղծագործող մարդիկ բնականաբար ուզում էինք մեր ուղղությունը դնել, որը պետքա լիներ շատ առանձնահատուկ, շատ հայեցի ու բանով իր բովանդակությամբ եւ տեսակով չզիջող, այսինքն շատ լուրջ մարտահրավեր էինք նետում աշխարհին, հա, Beatles-եր եւ այլն, որ պետքա լինի մեր հայկականը։ Դե բնականաբար Սովետ միության ժամանակներ էր, ամեն մի նորարարություն շատ բան էր դժվար էր տրվում, մեծ պայքարով էր տրվում, որովհետեւ առանց մտածելու փակում էին անմիջով։ Հա, չգիտեին, ասենք։ Բնականաբար ստեղծեցինք առաջին ստուդիան
միտեղ էս աշտարակ չհասած նոր երզնկա սովխոզ կար այնտեղ պատվալում ստեղծեցինք մեր առաջի ստուդիան Պատվալում այսինքն գախտնի չէ գախտնի չէր բայց բաներ գախտնի դրանից չէր, ավելի բայց չէինք հավակնում էլի հա բնականաբար առաջի ակուստիկ լուծումները ձվի բաներով Յաչեկաներով ձվի տուփերով պլակատներով ձեռով նկարած պլակատներով բան բայց ասեմ մեր երևի թե մեր բանի խմբի այցետոմսը դարձավ չինար երգը որը կարծես թե սենց ամբողջական ձևավորեց մեր տեսակը ուղղությունը Ոճը հա ոճը հա ամեն օր գրում ես հիշում եմ ամեն երեկո որ հավաքվում ենք ամեն մեկը ներկայացնում էր իր գրած երգերը Բայց ովքեր էին այդ ինտուզիաստները ու ոնց ծանոթացան իրար ոնց գտան իրար այդ ինչ ուժեր որ գտանք իրար գիտես ես մի Այդ երիտասարդ ինտուզիաստները էլի ուզում հասկանամ սիրող մարդիկ ովքեր ասեմ երաժշտություն իրենց համար ուրեմն Բելինսկի դպրոցում Արտավազդը Վահանը եւ Հրանտը սովորում էին նույն դասարանում Հրանտը որ հիմա Ամերիկայում է այո նույն դասարանում էին սովորում Արտավազդը անընդհատ մեր հետ էր բայց չէր երգում ընդամենը ստեղծագործական process-ին միշտ մասնակցում էր եւ առաջի անգամ ինքը երգեց երբ որ Տալինում էինք մենք իրան համոզում էինք երգել որովհետեւ իր տեմբրը շատ առանձնահատուկ էր էլի ու առաջինն էս դեբյուտը եղավ Տալինում երբ որ համալսարանական արդեն այն ժամանակ համալսարանի խումբն էինք բայց շատ արդեն թռա այնքան մեծ է էս բանը չափը տարածության հա կարող է sense թռնենք Ոչինչ ուրեմն հա այդ քյուղի նկողում մեծ տարածք էր բավականին սկսեցինք ձայնագրել հա ամեն օր գալիս էինք նոր գրած երգերով բնականաբար հիմնականում գցում էինք աղբարկը եւ եթե կար ինչ-որ մի նոր իդեա մի հետարքիր բան անպայման բռնվում էինք ու սկսում էինք զարգացնել Այդ ամեն ինչ ֆիլտրվում էր մեկ երկուսը որովհետեւ պարտադիր էր որ ամեն մի երգը պետքա լիներ արժեքավոր հա օրեկան մի քանի երգ էինք գրում դե հիմնականում գրում էինք ես Հրանտը Ձեր հեղինակած երգերն հա ես Հրանտը Վահանը եւ Արտոն 4-ով գրում էինք Վաչիկը չէր գրում մեր թմքահարը Աստվածօքին լուսավորի ու սենց դնում էինք սեղանին սա չէ բայց ստեղ մի բան կա հարիելը մտածենք ու այսպես սենց համարյա թե միասին էինք Ստեղծագործական ինչ որ մեկի իդեաներ հա մեկի իդեաներ մյուսները հա միասնական հա մյուսները անպայման այդ իդեան դուք այնքան հետարքիր էր որ այն լավ իդեան մի անգամից բոլորին էր ներգրավում որ էս մերն է մեր մտածածն է բայց ունկնդիրները ովքեր էին հետո որ այն ժամանակ չկար ունկնդիր չէ ձեր ընկերներից որ կանչեիք ասեիք ընտանիքները հա մեր ընտանիքները հա դե հիմնականում առաջին գնահատակը Այդ եմ ասում առաջին ունկնդիրը առաջին մեր գնահատակը քույրերը եղբայրները եւ հետո մեր ծնողները Իրանցից էլ էիք ստանում հա Դաբրոն դե գիտես այդ ծնողները մի քիչ ասում են էս ինչի հետևից եք ընկել այ օրինակ դուդուկ նվագեիր այդքան ապարատուրա քաշ չէր տա հա փողային գործ բայց ապարատուրը չկար համարյա էլի չկար ոչ թե դուք ստեղծում եք ես գիտեմ որ դուք գիտարել եք պատրաստել հա ես երևի թե մի 4-5 հատ գիտար ձեր ձեռքերով խարտոցով այո լավ էլի այնքան որ այն կոնտուրը եղբայրս կտրած բերում էր փայ հագար փուշ ու մնացածը խարտոցով դե գործիքները չկար այն ժամանակ բանի նվիրում մշակման սերիաշության հանդեպ ինչ մեծ Ուժունի, ժամով անասդ խարտոցով հետո տիտար անգամ երկու գրիֆանի գիտար եմ սարքել տեսել էի Ջիմի Փեյջի ձեռք ոնց թե
12 Պինքուլերա երկչուլերա Դու պատկերացնում ես հələ նախ պետքա ուսումնասիրես այդ գիտարը ոնց է Բայց նա արել էր, իսկ պարոն Պետրոսյանը սարքել է։ Քանի հատ, հետո այդ գիտարը դնում ենք գույներով փոխում ենք, որ ինչ-որ ավելի բան Բայց հիմա ունենք աբոյին կպցնում էլ կտոր այդ գիտարը ձեր պատրաստած Չէ, չի մնացել։ Ես այնքան այդ առումով ես մի քիչ անտարբեր եմ եղել, թե ասենք արածը sense կուտակել, ցուցադրական ունենալ, այդ առումով ես անշնորհք եմ եղել։ Չէ, ցուցադրական չէ, ուղղակի որ պատմություն է, պատմություն։ Որ տես օրինակ մարդիկ կան, որ սիրուն sense դասավորած իրանց ամբողջ արածը ամեն հարցին կարող է մի բան հանի ցույց տալ։ Չէ, ես այդ առումով այնքան բան եմ բազմազբաղ եմ եղել, որ արածը sense թողել եմ հետև ու գնացել եմ առաջ։ Հա, ինչ էր հետարքիր։ Շատ կարևոր էր, դե ամենասկզբում մենք իհարկե դպրոցում սկսեցինք։ Դպրոցից սկսվեց։ Հա, դպրոցում, Բելինսկի դպրոցում իրանց միջոցառումների ժամանակ ես միացա իրանց, հա։ Ծրա հանդեսներից Հա, ու գրում էինք ռուսերեն էլ էինք, ռուսական դպրոց էր, չէ։ Ռուսերեն երգեր էլ էինք գրում, ուսուցիչներին նվիրված, աղջիկներին նվիրված։ Կատակ երգեր։ Հա, այդ էր, բայց հետո ինչքան լրջացանք, այնքան մենք արդեն տեղափոխվեցինք այդ նկուղը ու արդեն հասկանալի էր։ Քո արածը ցույց տալու համար պետք է կարողանաս ձայնագրել։ 0 Բայց ուր։ 0 Հայաստանը։ Այդ ամեն ինչը լավագույնս ներկայացնելու համար պետք է ունենայր տեխնիկա, որով նվագեիր։ Համարյա թե 0 Գործարաններում ինչ որ կծկտուր ապարատուրաներ կար եւ բնականաբար տարբեր գործարանների խումբ դառնալով փորձում ենք էլ ինչ որ որտեղ որ հարմարություն կար։ Հետո միտեղից մի իոնիկա, մի բան։ Հա, միտեղից մի թմբուկ գողանում, գնում էինք արփաչայել լողանում։ Չէ, ուղղակի դառնում ենք գործարանի խումբ Իրաց մարտի 8-եր, չգիտեմ, փետրվարի 23-ը նոր տարի նվագում էինք։ Էս էր, բայց իհարկե ամբողջ մեր միտքը ուղղված էր նրան, որ ստեղծենք այդ արժեքը։ Ստեղծենք ու էլ գնացինք հետագայում գնացինք էլ ռեստորան նվագելու, որպեսզի փող աշխատենք կարողանանք գործիքներ առնենք, բավականին։ Բայց ես գիտեմ, որ լավագույն ռեստորանում եք դուք նվագել։ Հա, Դվինում, հենց Դվինում։ Սկզբից շրջիկ էինք ինտուրիստի բոլոր ռեստորաններում, որտեղ որը որ խումբը հանգստանում էր, մենք գնում էինք դրան փոխարինելու, պատկերացրու, ասենք գնում ես անի, թմբուկներով, բանով, ամեն ինչով գնում ես, ամբողջ ապարատուրայով։ Հետո հասկացանք, որ պետքա փող աշխատել։ Ամենաառաջի փող աշխատելը այն որ խոսում եմ ու սկսում եմ վերհիշել։ Այնպես չի որ sense տրամադրված եկել եմ ամբողջը հիշելով։ Ես հիշում եմ որ մենք անգամ ցեմենտի վագոն ենք թափել 120 ռուբլով։ Այսինքն 5-ով։ Հա, ցեմենտի վագոն։ Կար որ ասենք քար էինք դա 5 ընկերներ էլի, ամեն ինչ միասին։ Կար որ քար էինք թափում, ասենք տուֆի քար էր, վագոնը գալիս էր։ Դե գործարանում պետքա դատարվի, բան որ էր պետք։ Մեզ ասում էին գնում ենք։ Եղել է որ հյուրանոցում աբու ենք կպցրել հանուն փողի, օրինակ այսօրվա Երևան հյուրանոցը։ Մենակ չասեք, որ այդ գումարով հետո տեխնիկա եք առել, Հա, դրա համար են աշխատել։ հենց դրա համար էլ աշխատել։ Ինչն էր հետարքիր, որ այս ամեն ինչը, ասենք, առաջնահերթ ինչն է պետք, էս պետք է առնենք։ Ասենք, նրան պետքա էս առնել, ուրեմն էս պետք է առնենք։ Մի խոսքով ընկանք այդ ջրերը ու հետո որոշեցինք, որ միայն ռեստորանում աշխատելով կարանք փող վաստակենք։ Ու ավելի շատ։ Բայց դու գիտես, որ ռեստորանում, հենց Դվին ռեստորանում իրանք բարձրակարգ երկ ու երաժշտություն են ներկայացրել։ Այդ ես իմ ինչ պետք է լիներ, որ մեկը այսինքն պատվեր աներ, իրանք հրաժարվել են, չեն նվագել, այսինքն ցածրակարգ բաներից անկեղծ բան եմ Հետո դա ասում։ լավ պրակտիկա էր, որովհետև դու արդեն սկսեցիր շատ ժանրերի հետ առնչվել, հա, ռաբիզից սկսած, ինչև ասենք Pink Floyd։ Պատկերացնում եք Pink Floyd-ի բլյուզը պատվիրող կար։
Սիրիացի մի տղա էր, ես ամեն օր sense սպասում էի, որ այդ տղան գա, այդ երգը պատվիրի, որովհետև 13 րոպե է տևում։ Գժվելու բան էր, այսինքն ուներ սիրած իտալականների վրա շատ գնաց, ինչը որ Սան Ռեմոն ասենք թողարկում էր, բնականաբար դառնում էին հիտեր, մենք այդ հիտերը պետք է կատարեինք, էլի։ Սովետական միության ժամանակին։ Հա։ Ճաշակ ու որակը պահելը ռեստորանում դա ամենաբարդ երաժշտական ճաշակ եւ որակ պահել ու մատուցել ամենաբարդ բանն է։ Իսկ արձագանքը հենց արել են արել են երիտասարդ տղաները կոնդում ամենավտանգավոր թաղամասերից մեկում Երևանի Վտանգավոր չէ, անհանգիստ թաղամասերից մեկում նա վտանգավոր իրանք պահել են այդ մակարդակը բարձր ոնց կպահիր հաջան լավ նա այսպես ոնց կպահիր ժամանակ ասել վտանգավոր էր թե անհանգիստ դե սկզբից բնականաբար շատ լարված մթնոլորտ է լինում հետո արդեն կոմպրոմիսի գալիս ես ու արդեն սկսում ես խաղաղ ապրել հենց այդ անհանգիստ միջավայրում չնայած գիտեք ոգելից խմիչքը ոմանց առյուծ է դարձնում անկառավարելի են դառնում բայց ռեստորանային կյանքը այդ խմբի անունը այդ ժամանակ արձագանք էր արդեն հա ում որոշումներ արձագանք ասեմ առաջի անունը մենք որ մեզ դրեցինք պրիորեր առաջին չեմ այսօր չեմ հիշի ինչի հենց արձագանք գոնե այդ որ գիտես ինքը քանի որ ոգեղեն բանա երաժշտությունը պետք է արձագանք գտնի մարդու սրտի մեջ հա ու գտավ ձայնային բանը հա եւ ինքը ձայնի բանը ֆիզիկական տեսակա հա ձայնային ֆիզիկա է եւ երկրորդը որ անպայման կոնտակտ լինի սրտի ոգեղեն այդ բանի մեջ է ու դրա վրա կանգնեցինք ու գտավ արձագանք հա բայց ցավոք սրտի ես այ մի բան էլ պատմեմ երբ որ մենք գնում էինք Մոսկվա ձայնագրվելու բավականին լավ կապեր ունեինք Մոսկվա երբ որ գնում էինք ձայնագրվելու մի քանի անգամ ես լսել եմ սենց բան երբ որ մեզ ձայնագրում Աստանգինոյում էին սենց զվուկարեժիսորը հենց որ վերջացնում էր արդեն միքսը ասում էր նովի պրոդուկտ для Сан-Ռեմո այսինքն իրանց համար աշխարհի մասշտաբով էր այն ժամանակ Сан-Ռեմոն թելադրում էր ամբողջ բանը երաժշտական ճաշակը հա ու արտոյես խրպոտ ձայնը ու մեր մեղեդայնությունը ու հայերեն լեզուն իրանց համար Сан-Ռեմոյի բանը այդ ջերմությունը տաքությունը Сан-Ռեմոյի հա օրինակ շատ ա եղել մի անգամ մի պերիոդ կար որ Մոսկվայում մեզ շատ էին գնահատում շատ ու բանում Վեդենխայում գյուղատնտեսության օրներ մեզ հրավիրեցին համերգի Հայաստանից հրավիրեցին ընդ հա քանի որ մենք Մոսկվայում մեկ-մեկ գնում ձայնագրվում էինք ու կոնկուրսների մասնակցեցինք մի երկու կոնկուրսի մասնակցեցինք մեզանով շատ հիացած էին չես պատկերացնում այն աստիճան էին մեզ գնահատում ու սիրում որ շատ կուզեին որ մեզ ռուսերենով պահեն իրանց մոտ որը 85 թվին չստացվեց բայց առաջարկ եղավ հիմա ես կպատմեմ դրա մասին բայց ուրեմն այդ օրը այդ գյուղատնտեսության միջոցառման օրը մենք նվագեցինք Ծիծեռնակ հետո համերգի դե բոլոր աստղերը կային ամեն մեկին մեկ համար էր հա մի մարդ մոտեցավ ասեց լսի ասեց այդ ինչ լեզով եք դուք երգում ասի հայերեն փու ասեց Нет, не проиграл. Ասում եմ վիճել ենք։ Հա, ընկերոջը։ Կողքինից հետ, ասում եմ, նա ասում էր իսպաներեն է։ Ես ասում եմ իտալերեն է։ Հասկանում ես։ Ասում եմ ոնց սիրուն է հնչում այդ հայերենը։ Մեր մոտ ստացվեց, մեր տեքստային շեշտադրումները, բաները ինտոնացիոն իրանց համար շատ հաճելի էր։ Ու մեզ շնորհավորում եմ հայերեն ուրիշ ձև այդ արձագանքում։ Հա, ճիշտ ես։ Արձագանք։ Հա։ Ու մենք այնտեղ բավականին շատ երգեր ձայնագրեցինք։ 85-ը, հա։ Հա, 85-ին, այդ սա սկսեց, ասեմ, այս process-ը սկսեց 82-ից։
ինչ որ կոնկուրս էր համամիութենական, ինչ էր անունը ամրտ։ Հեսա գեշեմ։ Այդ կոնկուրսին մասնակցելով հաղթեցինք, հետո իհարկե մի հատ բան արեցին, իբր թե դեռ հաղթող չկա, թողում ենք բանի, Մյուս տարի։ չէ, ժողովրդի արձագանքներին բանին, բայց հաղթանակի հաղթողը մենք էինք, բայց ոնց կլներ սովետական միություն, հայերեն լեզվով երգը Հաղթեր։ Հայրի վիշապին հաղթեր։ Հայրի վիշապին հաղթեր։ Վիշապին հաղթեր ու պետքա հաղթողը մելոդիան դիսկ գրեր։ Հա։ Չէր բռնում։ Օտարեն, հասկանում ես, օտարեն հələ լայախ չեն անում ռուսերեն էլ երգեն։ Հələ մի հատ էլ պետք է դիսկ թողեն հայերենով, հասկանում ես։ Ու այդ 85-ին երբ որ մենք պատերը ջալթելով առաջեների ասեմ ես այնքան ուրեմն լավ կոնտակտներ էի ստեղծել Աստան-կինոյում կենտրոնական հեռուստաընկերությունում որ 25-ի մի этаպը հաջողվեց բերել Հայաստան Գառնի տաճարի մոտ հա 85-ը դա 85 թվականն էր այո դա իմ նախաձեռնությունն եղել եւ Պեսնյագոդը հա մի բան էլ հիշացնեմ Չինար երկից էինք խոսում ուրեմն այդ կոնկուրսի համար առաջին կամերտոն Զալատոյ կամերտոն հա հիշեցի անունը ուրեմն այդ կոնկուրսի համար երբ որ մենք մեր երգը ուղարկել էինք մի հատ պետք է ռուսերեն լներ в общем մի հատ ինչ ուզում ես այսպեսի բաներ 3 երգ էինք ուղարկել մեկ էլ Մոսկվայից զանգ եմ ստանում որ նկարահանող խումբը շատ հավանել են բան գալիս է Հայաստան կենտրոնական հեռուստատեսության 82 թիվ թոկա ուրեմն գալիս է մի ամբողջ խումբ մի ավտոտեխնիկայով մի մեծ մեքենա տեխնիկա հա գալիս են Պրոնին ոնց որ ազգանունը ռեժիսորի հա սա մի անգամից զանգում է բան ցեկա բայց տրամադրեկեն ես մշտական կապ եւ sense մի ուրիշ լեվելի բաներ պետք է լինի որ տրամադրի բայց հետաքրքիր է նկուղից հիմա բարձրացել ենք նայ ուր ուրեմն գալիս են նկուղ հա գալիս են նկուղ որտեղից սկսվել է հա գալիս են նկուղ այդ լույսերով բաներով չես պատկերացնում գալիս են նկուղ այդ չինարը նկարում են կինոլենտով Մենք չասեք չունեք այդ։ Հա, հիմա գտնվել է։ Հա, կարողացանք բանել։ Վիդեոյի վերածել։ Գտնենք եթե կայս։ Հա, այդ մակարդակի բաներ։ Ու այս կապերը օգտագործելով այդ 85-ին հաջողվեց նրանց կապել։ Նկարեցին ֆիլմ։ Հա, մի հատ մեր մասին պատմող բաներ։ Գեղեցիկ ֆիլմ։ Հա, մեր մասին պատմող բաներ այդ երկին էր վերաբերում, երկը շատ էին հավանել։ Ուրեմն այդ 85-ին եղավ Գառնին իհարկե այս շփումների արդյունքում իրանք կապ հաստատեցին հմեկի հետ, բան համաձայնության եկան ու ինչ էր հետարքիր, որ այդ Գառնի տաճարի կողքը այդ նկարահանումներին 285-ի ընդամենը երկու հատ դինամիկ ունեինք, այդ երկու դինամիկով էինք զվուկը տվել։ Այդ ձեր դինամիկներն։ Հա, մեր անձնական ուրեմն կալոնկա էր բայց այդ ժամանակ որ ռեստորանում աշխատում էինք ուրեմն բառաբանի տակ sense հատուկ լույսերով բան էինք սարքել պաստավկա ուրեմն այս բանին Գառնիում որ տարանք դրեցինք այս հիմա այդ ռեժիսորը որ 285-ի ֆինալը պետքա նկարի Մոսկվայում ասում է այդ պաստավկեն կարաս հետդ բերես Մոսկվա լավն է լույսերը բանը չունե իրանք էլ չունեին այդպես բաներ դե լավ էր հա զարմանալու բան է բայց սովետը չուներ այդպես բաներ այսինքն արգելվում էր գուցե չեն արգելվում բայց դե երևի չգիտեմ այդքան ուրեմն համ գնացինք ուրեմն մի քանի երգ ձայնագրեցինք էլի Աստան կինոյում եւ այս
Is ահրելի երկաթեղեն, տարանք տարագետներ ուրեմ ունդեղ հետարքիր առաջարկ եղավ ուրեմ գլխավոր խմբագրի կողմից բանի կենտրոնական հեռուստատեսության երաժշտական գլխավոր խմբագրի կողմից թե երեկոյան պետք է հանդիպել քննարկել ձեր ճակատագրի հարցը Մնում եք ստեղ ու սնունդը մեզանից խմիչքը ձեզանից հա այնպես ընկերական մտնոլորտում բնականաբար մի քիչ այդ 85 թվի արդեն սուխոյ զակոններ թե հա այտենց մի բան էր լսի Գորբաչովը ես եկել է։ հիշում եմ մենք տղեկով բոլորով գնացինք հերթ կանգնեցինք հա այստեղ նկարահանումներ էր գալի փորձ էինք անում բան էինք անում բայց գնում կողքը խմիչքի տեղ կար հերթ էինք կանգնել օծաձև հերթա դու մի ասա մի այդքան էլ ներսնա ու լավ ցուրտ դեկտեմբերի 5-ն էր մի հետարքիր դրվակ պետք է պատմեմ այդտեղից ուրեմն ես որ հերթ կանգնած էինք 11-ին էր բացվում իսկ մենք առավոտից հերթի ենք որ հասցնենք մի բան առնենք որ գնում ենք հյուր հա ուրեմն իրար փոխարինելով հերթը պահում ենք իրար փոխարինելով բան էինք անում այդ հերթը պահում ենք մեկ էլ նկատեցի մի շատ գեղեցկատես երիտասարդ ընտիր հագնված բայց կիրզովի բաներով սապոկներով եկավ ուզում մտնի ներս առանց հետ հա Անհնար բան հայտ լսի այդ ինչ ծեծ տվեցին անես ծեծեցին այս խեղճին բերին գցեցին ձների մեջ ասենց արյունի մեջ կորած էր ասի երևի սպանեցին այս խեղճին մի կես ժամ հետո սա խելքի եկավ նորից փորձեց տարանով մտնի ուրեմն սենց բռնվել է ուզում ասես ներս մտնի կինը մի հատ կին հանելա իր սապոկը կաբլուկով այս կաբլուկներով այս ձեռքերին է խփում քաշում են կաբլուկա հարում Ալրի կաբլուկա հարում Էլի հանեցին գցեցին դուրս վերջը արդեն մենք ներսում ենք այս ժամերի բան եմ ասում էլի արդեն մենք ներսում ենք մեկ էլ տեսա սա ներսում է մտել է ի վերջո հա արունա շաղախ ասում եմ ինքան սիրուն տղամարդ էր ուրեմն կապուտ աշկերով սև մազերով լրիվ դերասան էլի նենց հալ թրաշքի տակ կապույտ ուրեմն մտավ վաճառողին մոտեցավ բանասի ասեց գնա հերթ պահի նորից տիգնա արդեն մեր հերթն է ասեց կարամ քո դիմացը ես ասեցի ասի արի իմ դիմացը կանգնի հետևից մեկ է զերիգացած ուտել պատկերացնում ես հետևից մի աղմուկ աղաղակ բան թե Առանց հերթի խեք թողնում բան ասի ինչ ես ուզում ընդեղ սպասի ես կվերցնեմ ասեց մի հատ գարեջուր իմ արև մի հատ գարեջուր Ծեծակ էր հա վերջը առանք արդեն բան էլ խմիչքել ուղի չէր մնացել էր ադրբեջանական կոնյակ այդ տափակ այն չեկուշկեքից բանից մի երկու հատ գինի վերջը գնացինք այդ սրա գարեջուրը որ տվեցի սա խմեց տեղում sense պայծառացավ արժերես հա sense ոնց որ թթվածին հա եկավ իրան sense նայեց ասեց разве люди Вот человек. Իրա հայրենակիցներին է, չէ՞ ասում։ Разве вы люди? Вот человек. Իխոսկով այդ երեկոյան հրավերքին հա մինչև այդ ուրեմն մեզ մի պոետ էին գցել, որը մտքային առումով պետքա թարգմանությունն աներ մեր երկերի ռուսերեն, հա, արել էր մարդը երգվում էր։ Բայց գիտես ինչ որ մի բան այն չէր այդ մելիզմների բանը փոխվում էր Երկեցիկ չէ։ չէ երկվում էր Հա բայց դա չէր ելնում այն մեր ստեղծած երգը հասկանում ես լեզուն բանը փոխում չես կա ասենք ինչ որ մի վերջավորության վրա պետք է մի խաղիկ տաս Այդ լեզվի մեջ այդ խաղիկը տեղ չես կարա տաս ու ամբողջ մեղեդին փոխվում է դառնում է ինչ որ մեր համար մի քիչ բան էլի շատ sense քարակուսի բան էր դառնում մեր համար Քանի երկ արեց ինքը 2-3 5 երկ արեց ու 5-ն էլ ձայնագրեցիք հա
Հա, 5-ն էլ ձայնագրեցինք, Ու դա չկար արդեն այդպես մի ռադիո երգ, որ ավելի ականջին նստում էր։ բոլորն էլ նստում էր, բայց մերը չէր։ Ձեզ համար։ Մերը չէր, հա։ Իսկ ում կնդրի, իրանց համար, հա, ասում էին, խնդիր չկար, բան խնդիր էր, չկար, հա։ Ուրեմն Նիֆյոդով էր, պոետի անունը Նիֆյոդով էր։ Վերջը, դու սրտներով ես չէր, հիմա այդ երեկոյան բավականին ազդեցիկ մարդիկ էին նստած, որոնք սովետական միության շոու բիզնեսն էին կառավարում։ Տղեկ ջան, Ալապուգաչովի գլխավորությամբ։ չէ, ինքը չկար։ Կապսունը կար։ Մի խոսքով, բա տղեկ ջան, հեսա, տեսեք, լավ էլ էքսպերիմենտը ստացվում է, դավայցե ռուսերեն, կմնաք ստեղ, Մնացեք։ կմնաք ստեղ, Արաղը ձեզնից ուտելիքը մեզնից։ կդարձնենք համար մեկ, Արաղը մեզնից, ձեզնից ուտելիքը մեզնից։ մնացեք, ռուսերեն երկեք, մորի պակալենը, մտածելու բանա, չէ, հա, մտածելու բանա, մեր Արտոն ասեց, ինչի օրինակ, հայրեն ինչ վատա որ, դե սկսին բացատրել, բասա սովետա, մեծ Հա, քննարկում ենք։ հա, Հիմա քննարկման հետապն է, հա։ չէ, իրանց առաջարկը էր, որ ռուսերեն եք անում, մնում եք ստեղ, հարց չունեք, փողեք դուք- աշխատում էլ դուսուս, Դեռ 90-ականների միջով պիտի անցնեիք։ հա, Լավա որ չեք մնացել։ Հա, Հա, հետո ուրեմն- բայց ասեք էլ ինչ եղավ։ հա, Ինձ շատ է։ մեր Արտոն ասեց ինչի հայրեն ինչ վատ է, ասեց շատ լավ է ինչում, բայց սա սովետական միություն է, կենտրոնական հեռուստատեսություն է, ռուսերենն է այստեղ լեզուն, մի խոսքով վեճ սկսեց խոսակցության, բայց ինչ շովինիստական մոտեցում է բան, բա ձերը նացիոնալիստական է, այս խոսակցության վրա ասինք ոչ, Հա։ ոչ, ու փոշման եկանք, եկանք, որ ասեմ զղջում եմ, չէ, որովհետև էդ էլ մի հաղթանակ էր էլի, քո ինքնության, Իհարկե։ բայց հետարքիրն ինչ էր, եկանք ստեղ ու KGB-ն մեր ամբողջ ապարատուրն կոնֆիսկացրեց, Մարդիկ։ Այ քեզ բան։ ամբողջ ապարատուրան, ամբողջ տեխնիկան, ձերս մնաց մենակ գիտարս, ու ահագին այն ժամանակով բավականին մեծ գումարներ էր, ահռելի մեծ գումարներ էր, Բայց ձեր սեփական տեխնիկան էր։ հա, ամբողջ Այն ձեռք բերած, այն 120-ով որ այո, 120-ով, ռեստորանով, Եվ այլի եւ հա, այլն։ հարսանիք նվագելով, չգիտեմ էսովենով, բայց գնաց այդ ամեն ինչը, տարական մի հատ ինչ-որ բանով, թե որտեղից եք ձեռք բերել, շպրնականը շուկայից, որովհետև խանութներում այդ տեխնիկան չի լինում, այդ այսօր է որ կա, մի խոսքով այդ բոլորը տարան ու մեջքներս կոտրեցին, այդ եղավ շատ մեծ վնաս, էլ չեմ ասում, որ բաներին զանազան Միջոցառումներին արգելեցին միջազգային եւ բաներին, այլն։ միջազգային որևիցե բաների մեր համար տաբուեր չէին թողում, մենք մասնակցեինք, ասենք, մենք ուղարկում էինք բանը, ընդեղ հավանում էին, թե անպայման բան կանենք, բայց եթե պետական մասշտաբի էր, քեզ հրավիրում են, բայց գնում է այլ մարդ է, այլ մարդ է, Ինքնությունն ես պաշտպանում դրսում։ Սովետ Ինչի էր, ես մի դե- մոռացի։ Համաձայն եմ սովետ էր, մի սովետ էր, բայց դու քո ինքնությունն ես պաշտպանել քո Հա, ազգի։ բայց ընդեղից հրամանակ էր։ Դե հա, դե արդեն էլ Չեն բան չեն կարող, կարող չի անել։ ենթարկվի։ Բայց դուք ոտքի կանգնեցիք արդեն 90-ականներին։ Դա արդեն ստուդիան էր։ Դե բայց Հասկանում ես, քիչ հիմա չէր։ Կամաց եկանք մտանք մեր թեմայի մեջ Այդ արդեն 90-ականներ։ ստուդիան էր։ Այդ երբ որ սովետական միությունը փլուզվեց, ես կասեմ, որ հայկական ժամանակակից երաժշտությունն էլ հետը մնաց անտեր, որովհետև բոլորի հայացքը դեպի կենտրոնն էր, Մոսկվան, հա? Այսինքն բոլորի ստեղծագործական ճիգերը ընդեղ բավարարելուն էր ուղղված հիմնականում։ Եվ ոճային, եւ ասենք բովանդակային առումով պետք է այս ընդհանուր բանի մեջ լիներ, կաղապարի մեջ։ Այդ էր։ Իսկ երիտասարդական երաժշտություն կարելի ասել չկար։ Հատուկ են ինչ-որ բաներ։ Եվ մենք ձեռնամուխ եղանք այս տաղանդավոր մարդկանց աջակցելու։ Էլի 5 ընկերով։
5-ով չէ, նո ընդհանրապես 5-ով սկսեցինք, հետո մեր Վահանը ստեղծեց Օհանյան ստուդիան բաների Պիոներ պալատի ֆորմատով, նա էլ բավականին երեխեքի բանարից, փոքր տարիքի։ Բայց ընդհանուր առմամբ նույն գործին էինք ծառայում։ Բայց ձեր ստուդիան արդեն երիտասարդներով էր։ Հա։ Գալիս էին տաղանդավոր մարդիկ, անտաղանդներ էլ շատ էին գալիս։ Հա, շատ Անոր արդարության ասած անտաղանդներ էին գալիս։ ոնց որ բան արես։ Մոլախոտը հա գալիս էին ու ստիպված էինք արդեն ամեն կիրակի նշանակել լսումներ։ Գալիս էին մոտավորապես մի 30 մարդ օրը այդ ամեն կիրակի։ Հետո այնքան զավեշտալի բաներ էր լինում, կամերա էինք դնում, այս ամեն ինչը ձայնագրում էինք, հետո պետք էր մշակել են Սամսիբի ռեժիսոր տարբերակի։ Ավամ Սլաբով։ Բայց դրան չհասանք, բայց այդ արխիվները մնաց։ Ուրեմն ու փնտրում էինք իրականում, եթե մի մարդ գոնե մի երգ ուներ, հետարքիր, արժեքավոր բան, հա, հիտային ժամանակակից։ Արդեն սկսում ենք այս մարդուն աջակցել արանժիրովщикով, ձայնագրությունով։ Բայց այդ ժամանակ շատ հիթեր եղել։ Այդ ժամանակ շատ հիթեր եղան 90-ականների։ Այո։ Այդ նոր pop ինդուստրիայի սկիզբները։ Այո, որ դուք դրեցիք։ Հա, ու ինչն էր հետարքիր, ինքը հայեցի էր։ Հասկանում ես, պլագիատ չէր, ինքը իրականում, ասում եմ, կարողա մի մարդ ընդամենը կյանքում մի հատ լավ բան հաջողել է ստեղծել։ Այդ մի լավ բանը մենք բռնում էինք։ Այս մարդուն աջակցում էինք, իհարկե մեր հաշվին։ Ու ոմանք եթե ավելինի ունակ էին, նրանք արդեն մնում էին։ Բայց սիրված էին էլի այդ ժամանակի ասում եմ մինչև հիմա շատ սիրված ռետրո երեկոներ են կազմակերպվում, տարբեր ակումբներ են, փաբեր են, չգիտես ինչ, ու այդ երգերը, որոնք որ 90-ականներին, այսինքն հիթեր դարձան, իրանք մինչև հիմա հնչում են, այսինքն հիմա այսօրվա երիտասարդությունը, որ այդ արտիստներին չգիտի, մեկ էլ ասում է, ինչ է, բան այդ ռետրո, գնում են փաբեր, ակումբներ, բանման, մեկ էլ արժեքավոր քանի ալբոմ հրատարակեցինք։ Բնականաբար կոմերցիոն առումով ինքը մեր համար ոչինչ էր, արդյունավետ չէր, բայց մյուս կողմից էլ չես կարող տաղանդավոր մարդ է եկել, ոնց ձեռք չմեկնես, քո նման մեկն է, երանի թե մեր ժամանակ մեզ անեին այդպես։ Բայց դա 90-ականներին ամենադժվար ժամանակը։ Երբ որ մութ էր, երբ որ բաներ, ստեղ նպատակ կար, որ այդ հայկականացնել դա, բայց ասեմ, ես էլ հեշտ չէր գնում։ TV-ին հազար մի պրոբլեմ էր առաջացնում։ TV-ին չէր թույլ տալիս ցույց տալ։ Այդքան սկիզբները ծեր մտքի որ միտեղ պետք է այդ մարդկանց լսելի նաև ցույց տալ։ ու ռադիոն։ Այո, հա, եւ ստիպված ռադիոն բացեցի։ Սկզբից ծրագիր էինք անում 15 րոպեանոց ծրագիր ու ռադիոյին տալիս էինք պատրաստի ծրագիր, ասիկա նոր մարդ, նոր երգ եւ փոքրիկ կոմենտարիա։ Ես ու Արտոն անում ենք, պատրաստում ենք, պատրաստի տանում տալիս էինք։ Ընդամենը պետքա կնոպկեն սխմեին ու գնար եթե։ Խնդրեմ, 15 րոպեանոց ծրագիր ու շատ պոպուլյար էր։ Եվ մի օր գլխավոր խմբագիրը անունը չտամ։ Արդեն բավականին բան է, էլի, լսելի է, ասում է դուք արձագանքի ռեկլամ եք անում, պետքա վճարեք։ Մեր ռադիոյով։ Հա, պետքա վճարեք։ Ասում եմ, բայց քեզ տալիս եմ 15 րոպեանոց մատերիալ, շաբաթը 2 անգամ, եւ դա պատրաստվում է արձագանքում, բա ում անունը տամ։ Ասում ենք, արձագանք ստուդիան ներկայացնում է։ Ռադիոն էլ ձեզ գումար չի տալիս։ Չէ, բացարձակ։ Հելիյանք են ուզում, որ գովազդ Ինքան վիրավորվեցի, չես պատկերացնում։ Ինձ թվաց պետքա շնորհակալ լինեն։ Լավ մատերիալ ես տալիս։ Թարմ բան ես տալիս, դարձնում ռադիո ալիքը իր։ Թարմ բան ես տալիս ու մեկ էլ հələ փողել պետք է տաս։ Ու ես ձերադուպտի ռադիո բացենք։ Դա հանրային ռադիոն է։ Շատ վճռական, հա, հանրային ռադիոն է։ Շատ վճռական, ասեցի, ես
ռադիո կբացեմ, բայց ձեզ փող չեմ տա։ Այո։ Ու մի օր Ու լավ կգաք իմ մոտ ինտերվյուի, ես դա ձեզ կհիշացնեմ։ Ու նպատակը գնաց, որ պետք է ռադիո բացենք, արդեն թույլատրելի էր։ Բայց պարոն Պետրոսյան, այդ ժամանակ հանրային ռադիոյին զուգահեռ, այսինքն ռադիոներ կային, Կար մենակ HFM-ը։ հա, հանրային ռադիոներ ու Հայ FM-ներ։ Հա, Ու ստեղծվեց արձագանք ռադիոն։ Հա, Երրորդն էր դա հա, արդեն։ Հա։ Ու դե ստեղել է արդեն հարցեր։ Հայերեն DJ-ի խոսակցական լեզու ավելի մատչելի լինել, դառնալ պոպուլյարնի եւ հələ միաժամանակ էլ կարողանալ գովազդ բերել գոյատևելու համար բազում խնդիրներ ու սկսեց արդեն հիմա էլ ռադիոյի կոնտինգենտի դաստիարակման, հա, կոնցեպտների մշակման այդ ժամանակաշրջանը հիմնական ռադիոյի բեռը արտոյի վրա էր։ Այսինքն երաժշտական ընտրություն։ Չէ, այս կոնտինգենտի։ Հա։ Ասենք ով կարա լինի DJ եւ համատեղ ենք անում, բայց ծանր բեռը արտավազդի ուսերին էր։ Ես ստուդիայով էի զբաղվում, ինքը ռադիոյով, հա։ Ու գնաց այդ ժամանակաշրջանը։ Իսկ այդ արտիստներին բլոկ էին անում, հմեկներ բլոկ էին անում։ Հետո իհարկե հայտնի էր ինչի էին անում, ոնց մի խոսքով կոնկուրենտ հարցեր են եղել միշտ ու հենց ու բավականին ռադիոն սկսեց լավ թափ հավաքել, բայց գովազդատուի խնդիր ունեինք միշտ էլ։ Հետո բայց երկար տևեց ռադիոն։ Սա ռադիոն էր, բայց այս մարդկանց նաև պետք էր ցույց տալ։ Ձերքի հետ էլ փոքրիկ համերգներ էինք անում արդեն ռայոններում ու անշլագ էր միշտ։ Բայց փող չկար մեջ, հասկանում ես։ Փող չկար մեջ։ Ասենք ասում ինտուզիազմի շնորհիվ է սա։ Վարձում ես մեքենա, հա։ Տեխնիկներին պետք է գումար տաս, ինչքան էլ որ քո տեխնիկան է, մարդիկ ճարճարվում են։ Տեխնիկա վարորդ է, մեքենա է, հա, լուսավորող է եւ այլն։ Բեմ հավաքել է, դեռ չգիտես ինչ։ 8 արտիստ տանում ես համերգի։ Ամեն մեկին որ մի չնչին բան տաս, երբ որ տոմսերդ կոպեկներ արժի։ 90-ականների մասին են խոսում։ Այո։ Փող չկար։ Ես հիշում եմ որ $20 տուն էին վարձում Կոմիտասում։ Այդ պերիոդներ էլի։ Այսինքն առածը հələ այս մարդկանց էլ պետք էր քաջալերել որ չթողեն գնան ուրիշ բանի։ Չգնա մեկը օֆիցիանտ դառնա, մյուսը, չգիտեմ, պոր, հա։ Ինչ որ բան հատկացվում էր։ Հա, իր սիրած գործը անի, բայ։ Այնքան չնչին էր եկամուտները։ Կողքից կարող անշլագա բան, ինչ է բան։ Սարսափելատոմսերը մտածում միլիոններ են։ Այս սախ իրանց ջեբը դրին, բայց հեչը տես չէր էլի, ծիծաղելի հեչը տես չէր։ Ու արդեն սրանց ներկայացնելու վիդեո տարբերակի հարց եկավ եւ ես ստեղծեցի պրեմիերա հաղորդաշարը։ Ծանոթ է։ Հա, հմեկով։ Այո։ Տիգրան Նաղդալյանին ես շատ շնորհակալ եմ իրան, ինքը շատ ճիշտ ընդունեց այդ իմ առաջարկը։ Այն ժամանակ ինքն էր, չէ՞։ Հա, շատ ճիշտ ընդունեց առաջարկը, ասեցի նոր բաներ կան էլի։ Ես իմ ծախսերով անում եմ։ Ասես կարամ քեզ ամիսը 5000 դրամ տամ։ Չէ, հաղորդման համար 5000 դրամ։ 5000 դրամ։ Ասեցի հա, համաձայն եմ։ 5000 դրամ։ դրամ։ Որ թողեք մարդիկ Երևանը ինքը տրամադրում էր թոշակներ։ 5000 դրամ իմ ամսական թոշակն էր։ Ուրեմն տրամադրում էր տեխնիկա, կամերա, օպերատոր, հա, լուսավորող եւ այլ մնացածը ես էի անում։ Ու ստեղծվեց այդ պրեմիերա հաղորդաշարը, արդեն արձագանքի սահմաններից դուրս տաղանդավոր մարդկանց սկսեցի հրավիրել, ցույց տալ եւ այլն։ Այնքան այսօրվա աստղերից այնքան մարդ է որ դեբյուտ է տեղ եղել։ Ինչ լավ էլի, բայց ինչ լավ, այո։ Երիտասարդության աջակցել եք։ Հա։ Բայց դա երկու կողմից որ նայում ես, մեկ sense մտածում ես, ասում ես, այդքան ջանք ու երան տնեինք մեր վրա, հիմա լրիվ այլ բան կլներ։ Հասկանում ես։ Բայց հիմա շնորհակալ են ձեզ շատ ու շատերը։ Չի ասի, այնքան քիչ մարդ են որ
երախտապարտ են ընդհանրապես Էլի, հա բանը։ մեր մոտ այդ արդեն այդ Բայց- վատ հատկանիշը կա մեր ազգի մեջ արդեն ես Մի բան ասեմ, որ մարդ ջղայնանում եմ ուզում են օրինակ իրանց ծննդյան տոնին հնչի արձագանքի ծնունդը շնորհավորը կամ ընկերոջ օրինակ մասին հնչի իմ ընկեր, իմ անգին ընկեր։ իմ ընկերը շատ հետարքիր պատմություն ունի, ասեմ քեզ։ Դե բնականաբար Այդ շատ կարևոր է, այսինքն հետքը մարդու անցած կյանքը, երբ որ մարդը հետք է թողնում, ու կարևոր հետք, երաժշտական հետք, շատ այդ ամենալավ բանն է ինձ թվում է։ հա այդ առումով գիտես այնպես չի որ Իհարկե ամեն օր չեք մտածել։ հպարտության մեջ ես դրա մասին արդեն մոռացել Իհարկե չեք մտածել, որ տենց բան կարա լինի հետագայում, բայց այդ հետքը կա միևնույնն է ու հաճելի է, որ այդ գոհարները, ասենց ասեմ, կան։ հա Գոհարներ հա կան։ այդ շատ ճիշտ ես ասում, այդ շատ կարևոր է, բայց միտքս կտրեցիր։ Հա, այդ պրեմիերան եղավ 300 պրեմիերա, 300 պրեմիերա եմ արել ու դրա այդ բետակամերը ուրեմն առնում էի կասետ, բետակամ, որ այդ բաները ձայնագրեի վրա։ Մնաց այդ 5000 ու վերջ ամեն մի հաղորդման, այսինքն որևէ բան չավելացավ։ Չէ, այդ էր։ Բայց մարդը աջակցում է, Այդ կարևոր է, տալիս այո, բաներ անում, հա։ Կարևոր է երևում են այդ մարդիկ Իհարկե, բավական։ Հա, հիմնական նպատակը այդ էր հա, որ Երևան նոր բան բերես, հասկանում ես, չի կարա անտեր մնա, դատարկ մնա դաշտը, հասկանում ես։ Բետակամերը, Որովհետև գիտես, ասեմ քեզ, որ չկտրենք էլի մտքը։ այնպես չի որ ամենատաղանդավորներն են միշտ պալատական սաստավում։ Չէ, ամեն իշխանության հետ գալիս են իրենց պալատական երաժիշտները կամ չգիտեմ, արտիստները եւ այլն, բայց այն մյուս մասը, այն համեստ մասը, որը Պակաս տաղանդավոր չեն, հա։ հա, կարող է շատ Ավելի ավելի, հա։ տաղանդավոր են։ Այս մարդիկ մնում են միշտ Ստվերում եւ ոչ ճանաչում են, ոչ իման, եւ այս մարդիկ այդ արժեքները, որ իրանք ունակ են ստեղծելու, չի դառնում հասարակության բան։ Հա։ Ու դրա համար էս կարևոր էր էս կողքից բանը։ Ես եթե sense գից քաշեմ տակը, ասեմ, որ մենք այդ ստուդիայով մենք, չգիտեմ, հեղափոխական վիճակ ստեղծեցինք։ Ոչ թե հեղափոխական վիճակ, այլ հեղափոխություն արեցինք հայկական ժամանակակից երաժշտության մեջ։ Դե չեմ ասում, էլ ժողեր են եղել, բաներ են, դրանք ժողը միշտ կար։ Ինքը տրադիցիոն լավ գալիս էր։ Հա, օրինակ ես հայկական դուդուկը աշխարհի ամենամեծ CD վաճառող ֆիրման Naxos World։ Հայկական դուդուկը այդ ալբոմը Naxos World-ը հրապարակեց։ Եվ որտեղ որ գնաք, այդ գործը կգտնեք։ Հայկական դուդուկ։ Հա, այնքան բան կա հիշելու։ Այնքան բան կա հիշելու, լսի։ Սենց կծկտուր գալիս է։ Դե բայց որովհետև ապրած կյանք կա, այսինքն ստեղծած արժեքներ կան, այսինքն մեծ ծանոթություն եւ ընկերությունն է ստեղծվել, կապեր են ստեղծել, ասում եք աստանկինը։ Հա։ Այսինքն դա պատահական բան չի, հրավերներ են եղել։ Հա։ Այդ մեծ ապրելը ապրումներ չեմ դրանց ասում, այլ ձեռքբերումները։ Հա։ Դրանք մոռանալ չես կարող, երբեք չես կարող։ Բայց ափսոս որ երբ որ մենք այդ 85-ին հետ եկանք, արդեն նրանց հետաքրքրություններ մարեց մեր նկատմամբ, արդեն մենք յուրային չէինք, հասկանում ես, իսկ ստեղ թքած ունեին, թե մեր տեսակի վրա, թե մեր որակի վրա, թե մեր ապագայի վրա, հասկանում ես, այսքան չսիրել քո ազգի Ներկայացուցչի, հա, ով աշխարհին նվիրալին, որը բանան, Այո։ հասկանում ես, նվիրալին։ Ես շատ վիրավորական Ցավոտ թեմա է։ Ես միջև հիմա էլ այդպես է։ Երկար կտևի, եթե ազգովի մի հատ բանի չգանք, էլի։ Ազգովի երբ կգանք մի բանի, երբ որ կունենաս իրականում ազգային իշխանություն։ Այ երբ որ կունենաս ազգային իշխանություն, որը այս բոլոր
բաները, ոնց ասեմ, սյուները իրանց տեղը ամուր կխփի ու նոր կսկսի այստեղից բան։ Մինչև մենք դրան չգանք, մեր բաննել, մեր եղած ինքնությունն էլ կոչնչացնել, մեր ժառանգությունն էլ կկորի, հասկանում ես։ Այսինքն մենք լինելով շատ ջահել, այնքան խորն ենք պատկերացնում մեր արածի կարևորությունը։ Հա, չգիտեմ, միամիտ էր, թե բայց այդպես էր։ Շատ հետաքրքիր։ Ու ինչն է հետաքրքիր, բացի ինձանից եւ Վաչիկից, մեր տղեկը բոլորը ռուսական դպրոցի սաներ էին։ Հա։ Հասկանում ես։ Ռուսական դպրոց ավարտածներ կան, մինչև հիմա լայեղ չեն անում հայերեն խոսել։ Չէ՞։ Բայց մենք ստեղծում էինք հայերեն։ Հա, հայերենը։ Ու շատ Մոսկվայում էլ հրաժարվեցիք երկել ռուսերեն, այսինքն ճակատագրական բաներ պահեր դա։ Եթե մենք մնայինք ու այսօր կարող է չգիտեմ։ Հա, լրիվ ուրիշ բան կա։ Մաշինը վրեմի, ասենք։ Հա, ավել գուցե, հա։ Ավել, այնտեղ իրանք ավելի մեծ բիզնես պրոյեկտ ունեին, էլի, հասկանում ես։ Ձեզ հետ կապված նպատակներ ունեին։ Դեռ առաջարկել ու արդեն գիտես, սխեման ունեցել։ Բայց ձեր նպատակը եղել է պահել հայեցին ու հայկականը։ Տես, օրինակ հետարքիր բան ասեմ, էլի։ Ռուսաստանում մի հատ հիթ ստեղծեցիր։ Դու այդ մի հիտով չես հասցնի ամբողջ Ռուսաստանը կամ սովետական միությունը շրջագայես համերգներով, այդ մի հիտով դու կարաս միլիոններ աշխատես, այդ մի հիտով, որովհետև Երևանի նման քաղաք մի շուկան մեծ հազարատ կա, հասկանում ես, այնքան տեղ կա փող վերցնելու եւ պոպուլյարность ձեռք բերելու համար, հա։ Հայաստանում լավ, մի հատ ստեղ, մի հատ ընդեղ ու վերջացավ։ Դրա համար մերոնք բոլորը գնում են կոմերցիոն երաժշտության վրա, հիմնականում էլի, իհարկե հալալային մարդկանց, որոնք սենց համարձակություն են իրանց բանի վրա, հա։ Ու այսինքն կանգնում են իրանց։ Դրա համար այդ հարսանիք, այդ ես ասում ռեստորան, հա, պահես ճաշակ, թելադրես որակ։ Թեմատիկ երգեր են ստեղծում, որ իրենց երգը աշխատի։ հա, Բայց օրինակ ձեր թեմատիկ ընտրած ծննդաշնորհավոր երգը Արդեն երևի 50 տարի է, 50 տարի կա, քանի տարի կա ինքը ապրում։ 80 երևի թե 85-ի երգա։ Դե արդեն 41 տարի ինքը է։ պատմություն է։ 41 Ես տարի։ մի հատ պատմություն հիշեցի իմ ընկեր Իմ երգի վրա։ ընկերը չասեցինք։ Հա, ուրեմն մեր հրանտի 20-ամյակներ այդ օրը, սեպտեմբերի 25-ին, եւ մենք Արտոյի Վաչիկի հետ Վաչիկես տանն ենք։ Հա, անակնկալ էր։ Հա, պետք է գնանք ծնունդի, ոչ մի կոպեկ չկա գրպաններում ես։ Ինչ անենք, ինչ չանենք։ Հարի երկ գրենք։ Հարի երկ գրենք։ Տակից դուրս գանք, էլի։ Ու գիտես, անենց համարյա թե մի շնչով գնաց։ Ես նստեցի դաշնամուրի մոտ ու այն առաջի բաները գնաց, Արտոյի հետ շատ արագ այնքան բան ստեղծվեց։ Հետագայում մի քանի բառ ենք շտկել ընդամենը մի քանի բառ։ Սրտով եկել է։ Եկանք հրանտին, կատարեցինք, շատ հավանեց, ու այդ երգը մնաց բան։ Ուզում եմ հիշեմ, ուրեմն Արցախյան ազատամարտի ժամանակ 93 թվականներ, հա, ուրեմն նստած եմ ստուդիայում, ասես դուրը բացվեց, շատ կոպիտ ձևի ու տենամ ֆիդայիներեն 3 հոգի կեղտի մեջ կորած, բայց ձեռները պակետ։ Մտան ներս, դեռնես մի տեսակ ոտքի կանգնեց, էլի, տղեկը, պատերազմից եկող տղեկ են, ասեց ուր անգերդ, Արտոն ուրա, ասի ընդեղ է, ասեց կանչի թոգա, ասեց նստեք, մինչև եկա տենամ սեղանին արդեն բացել են մի քիչ ուտելիք, պանիր, բանման, կանաչի, լավաշ, ասեց տղեկ, հələ տուն չենք մտել, դուք չգիտեք ինչ եք արել, չգիտես ինչի մասին է խոսում, ասում են ձեր իմ ընկեր երգը, ասեց, այդ իմ ընկեր երգը ասում է, մենք ամեն անգամ բոյ մտնելուց առաջ լսում էինք
լսում ենք, մեզ ասեց, անենց հավաքում էր ասում, հրաշք բան էր ասում կատարում, ու այդ մեզ անենց ուժեր տալիս ասում հաջողում ենք, ասում այսենց ես այդքան դու չեր մտել մարդիկ եկել այնքան ազդեցին, այ հիմա այդ փշակալվեցի, ասենց այդ պատկերը եկամ առաջ ես, հա տղեկը ասենց բանի մեջ էլի ասենց պատկերացնում եք, դու չգիտես չես էլ կարա պատկերացնես, արժեք չի, արժեք է, բայց որ դա կարա այդպես ֆունկցիա ունենա, հա, չի պատկերացնում, հիմա այդ երգը ես շատ եմ սիրում, առավել եմ սիրում, առավել այդ դեպքից հետո, առավել եմ սիրում ու գնահատում, ուժատ տվել այդ ժամանակ կարևոր պահին տրեքին, հա, որովհետև, բայց հələ մի հատ մտածի, ես 19 տարեկան էի, Արտոն 20, այդ երգը որ գրում էի, այս տեքստը ինքան այս տարիքի համար էլ շատ բան է, մեծական էր, հա, ինչ-որ մի բան, ես մի տեսակ ռուսի ասած Նիկլեից է, էլի, ոնց կարայր դու այդ տարիքում այսքան խորությամբ ընկալ էիր, ինչը որ հիմա ես ընկալում, բան կա մեջը, ինչ-որ դժվարություն կա, էլի, ինչ-որ պատահականությունն է, թե ինչ չեմ կարող ասեմ, բայց այս տղեկի խոսքից հետո ես ասի, ուրեմն էսի փայփայելու բան է, հա, ու վերջի անգամ շատ հուզվեցի, երբ որ երկու թոռներս գիտար են, Արտյոմի տղաները գիտար են պարապում, ուրեմն իմ ծնունդի համար սովորել են իմ ընկերը, երկեն պապիկի, ինքն էլ մի հոգու երկելու երկ չի ախր, ստեղ ինչն է այդ արքիր, այդ երկը մի հոգով չի լինի երկել, որովհետև սրա տողը չվերջացած, նա պետք է մտնի, հասկանում ես, հա, այսենց է գնում, ու թորներս եկան, նվագեցին, երկեցին, չես պատկերացնում, շատ լավ մեկը 10 տարեկան, մեկը 12, չէ, հələ 9-11-ին, հա, ու գիտես, լավ, այլ պապիկի գործը, հա, շատ բան է, շատ հուզիչ է, որ ինչ-որ բաներ կա, շատ հուզիչ է ասեմ ինչը, որ այն հազվադեպ դեպքերը, երբ որ մարդը քեզ հանդիպում, որը ամբողջ խորությամբ հասկանում է, թե ով ես դու, ինչ ես արել, որն է քո քաշը, որն է քո բովանդակությունը, հասկանում ես, այնքան աչքաթող է արած մեր մեդիայի կողմից, մեդիան կլինի, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, որ հատուկ են մարդիկ են, որ սենց խոսում են, ասում ես արդ, վսյոտիկի կայելի, կա, կհավակվի ամեն կա հաստատ, մենք այսօր շատ լավ զրույց ունեցանք, սրտառուչ զրույց ունեցանք, որ ասում եմ բնական զրույց ունեցանք, բնական, Երիշե Պետրոսյանի հետ, իսկապես շատ հավես էր, մերսի ձեզ, ամեն ինչի համար, ցավոք, տեղի եմ ասում, մեզ ժամանակը երբեք չի երիքում, շատ քիչ է ժամանակը, բայց գոնե այդ ժամանակը, որ ապրում ես սենց սրտով, սենց բովանդակությամբ, բայց ես շատ խոսեցի, զրույց չեղավ, հենց այդ եմ ասում, չէ, հենց այդ եմ ասում, բանա ինքը, մենք չենք զրուցեցինք անշուշտ, բայց չի երիքում ժամանակը, Հարութի գիրքը, թող Հարութը նվիրի, երկուսիս կողմից, իսկապես շատ լավ է, մերսի, ձեզ մերսի, և հյուրընկալվելու, և մեծ պատմություն ստեղծելու համար, այո, շատ լավ հուշեր են, ես էլ շատ շնորհակալ եմ, որ պետք է մի բան էլ պատմեմ, անպայման պատմեմ, ուրեմն մի հաղորդում կար է հմեկով, Իզյան ու Էրիկը, ինչ էր, Ռուբիկոն, հրավիրել են այդ հաղորդման, հերթապահ հրավերքա, ինձ ասում է, Իզան էր ասում է, մի քանի համար տվեք, որ մենք զանգենք, իբր թե իրանք են զանգել ձեզ, որ եթերը հետարքիր ելնի, ասես ինչ ես խոսում, այ աղջիկ ջան, դու չգիտես մենք ով ենք, ես ում ես հրավիրել, չգիտես ում ես հրավիրել, դու կսկսես հաղորդումը, դու զանգերը կլինեն, ու սկսվեց հաղորդումը,
դու էլ Կանադա, դու Զանգում է։ հասկանում ես, սա աշխարհից սկսեցին զանգել, ինքը պատրաստ չէր մեր այդ զրույցի, ինքը չգիտեր ում հրավիրել, հասկանում ես, կան գիտեր շատ քիչ, այ դու որ սենց խորքային տեղերին կպնում էր, ես վերհիշելով սկսում էի խոսել, հա, եթե դու այդ բաները այդքան խոր ուսումնասիրած չլիներ կամ տեղակ չլիներ, երևի խոսակցությունը չէր ստացվի արդեն սենց։ Ինչ որ հերթապահ բաներ ենք խոսում։ Ինչ պլաններ ունեք, բան Մենք հասկանում ես։ Հարութի հետ նստել Մենք ենք։ գիտենք, շատ լավ գիտենք ու հետ ենք զրուցում։ Շնորհակալ ենք որ եկաք ու շնորհակալ ենք ձեր արած ամեն գործի համար։ Հարութ ասում են հպարտանում էի, որ modern talking-ներ մենակ այդ երկու բան գիտարուններ են, որ կախում են։ Յանիկան, Ասում մեկ էլ ասում Եղիշե Պետրոսյան, ասում հենց է յուրախանում, ասում որ մենք ունենք։ Մենք ենք մոդեռն են։ Իսկապես։ Դա talking չէ, բայց մոդեռն։ Շատ Շնորհակալություն շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Տղեկ ջան, շեն մնաք։ Ես արդեն հասկանում եմ, որ բոլոր ձեր հյուրերը ասելիք ունեցող մարդիկ են լինելու, նայելով ձեր մոտեցմանը, ես ուզում եմ, որ ձեր հաղորդումները սիրվեն, շարունակվեն եւ ավելի լայն տարածում ունենան։ Կարևոր բան է։